Երբ խոսում ենք մակարավանքի մասին, իհարկե այստեղ մեջտեղ է գալիս անվան ստուգաբանության խնդիրը, որը մինչև վերջ պարզաբանված չէ։ Եվ տարածված է դեռևս ավելի քան 100 տարի առաջ գրի առնված երկու միանգամից ավանդապատում, որոնցից առաջինը նշում է իբրև թե վանքի անվանումը կապված է մի մարդու հետ, վարպետի հետ, ով այստեղ աշխատել է եւ որդու հետ է աշխատել, իբրև տեսնելով, որ որդին մահացել է, հետո նա ավարտին է ասել աշխատանքները եւ իրեն ցած նետել ու իբրև նրա պատվին են այդպես կոչել։ Սա մասնագիտորեն բացառված ենք համարում, որովհետեւ անհնար է ինքնասպանություն գործած անձի պատվին վանք անվանակոչվեր հայ առաքելական եկեղեցում եւ առհասարակ քրիստոնեական աշխարհում ինքնասպանությունը համարվում է մահացու մեղք եւ աներելի մեղք, այսինքն նույնիսկ դատաստանի ճանապարհով չի գնում նշված անձը եւ ուր մնաց թե այդ անձի պատվին վանք անվանակոչվեր, այսինքն ինքնասպանության պարագայում հայոց եկեղեցին եւ քրիստոնեական ընդհանուր բացատրությունը այս հարցի շուրջ այնպիսին է, որ միանգամից մարդու հոգին գնում է դժոխք։ Այս առումով փրկություն չի կարող ունել, ինչպես կարող էր վանք անվանակոչվել նման իրավիճակի հետ կապված։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։